25 թվականը շարունակեց մնալ Նիկոլ Փաշինյանի կողմից թելադրվող օրակարգի շրջանակում։ Իրական ընդդիմություն, ովքեր են այդ իրական ընդդիմությունը։ Այսինքն չեն կարող միանշանակ ասել, որ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է միայն արևմուտքի օրակարգը։ Հիմա դու ընդդիմադիր ես, չէ՞, ես ընդդիմադիր եմ, մեր մեղքը ո՞րն է։ Դու հավանական համարում ես, որ ԿՊ պատգամավորներից որևէ մեկը կարող է Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս գալ։ Ինչպես ստացվեց, որ այդ բոլոր մարդիկ պարտվեցին Նիկոլ Փաշինյանին։ Ինչպես ես Սորոսի հիմնադրամից ֆինանսավորում ստացած Դանիել Իոնիսյանի մտերիմ ընկեր Գյորգի Կուտյանին նշանակել ԱԱՑ պետ։ Գուցե պատճառը այս ոչ միասնական լինելն է, այսինքն ինչ ունեն այս երկու ուժերը իրար հետ չկիսած ըստ քեզ։ Դա ավելի վատ բան ասեմ, 2018 թվականին դեկտեմբերի ես կյանքումս առաջին եւ վերջին անգամ ընտրել եմ հանրապետականին։ Մեր ձևով շարժում։ Ոնց կգնահատես այդ շարժման գործունեությունը եւ հեռանկարները։ Եթե աշխարհակահաղական որոշակի բան փոխվեց, ամենավտանգավորը իրանք են դառնալ Նիկոլ Փաշինյանի համար։ Նիկոլ Փաշինյանի գրառման պատճառով Աբովյանում երիտասարդ տղա է սպանվել, այդ քերակրոջ մասին գրառման պատճառով։ Բայց դու ինքդ աջակցում ես որևէ դեպքի, որը կապված է օրինակ նույն Սերժ Սարգսյանի մտերիմների։ Ոչ թե աջակցում, չի կարող Տարոն Մարգարյանը լինել ընդդիմադիր պատգամավոր։ Լավ է։ Անկախությունից ի վեր Հայաստանում պայքարը չի դադարում։ Մշտական դժգոհություններ, ռեսուրսների անհավասարաչափ բաշխում, արտագաղթ, պայքար մինչև վերջ, որն այդպես էլ չի երևում։ Ողջույն, այսօր իմ հյուրն է Պոլիտիկայեմ կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին, ում հետ կամփոփենք 2025 թվականի քաղաքական տարին, ինչ տեղի ունեցավ, ինչ տեղի չունեցավ, ինչու տեղի չունեցավ, ով խանգարեց, ով օգնեց։ Ողջույն, Բորիս։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ։ Նախ սկսենք նրանից, թե ինչ ունեցանք մենք այս տարի, ով ինչ արեց եւ գանք երևի թե իրադարձությունների քրոնոլոգիայով ոնց կառաջարկես։ Գիտեք, կարելի ասել, որ 2025 թվականը շարունակեց մնալ Նիկոլ Փաշինյանի կողմից թելադրվող օրակարգի շրջանակում։ Դու էլ լրագրությամբ ես զբաղվում, վստահ եմ նկատել ես, որ լուրերի մեծ մասը վերնագրում Նիկոլ Փաշինյանի անունը կա, ինչը մի ժամանակ ինձ հոգնեցրել էր եւ մենք մտածում ենք լավ ինչ անենք, որ այս մարդու անունը այսքան չհայտնվի լրահոսում, բայց ստիպված ես, որովհետեւ ամենաշատ մեդիա առիթները ինքն է տալիս, օրակարգային թեմաները ինքն է այսինքն թելադրում եւ այս առումով խնդիր է, որովհետեւ փաստորեն ընդդիմությունից ժամանակ առ ժամանակ եղել են, ասենք մի շաբաթվա, մի քանի օրվա քննարկվելիք թեմաները ընդդիմության կողմից որ առաջ են բերվել, բայց դրանք չեն եղել այսպես երկարաժամկետ օրակարգ թելադրող կամ իշխանությանը խիստ նեղը գցող։ 2025 թվականը փաստորեն ամփոփում ենք կամ ավարտում ենք կրկին Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, ինչը այդքան էլ լավ չի, հասկանալի պատճառներով։ Եվ 2025 թվականի իհարկե ամենագլխավոր թեման եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացներն են, որոնք նախաձեռնվել են Նիկոլ Փաշինյանի կողմից, որը ցավալիորեն ինչ որ հետևանքներ ունեցավ հայ եկեղեցու հոգևորականներ բարձրաստիճան միացան Նիկոլ Փաշինյանին, մի կողմից դա լավ էր, մի կողմից վատը հասկանալի է ինչ պատճառով, լավ որ գիտեք, ես Նիկոլ Փաշինյանը ինչի հետ եմ համեմատում։ Հիմա ցանկացած նորմալ շուկա, եթե որևէ ավտոարտադրող փորձում է մտնել այդ շուկա ինչ-որ մոդելով, այդ շուկայի պահանջները, օրինակ Եվրոպայում կա եվրոին կապը, հա, ամենաբարձր ստանդարտներով է, մեքենան վթար թեստի է ենթարկվում, այսինքն պարտադիր է թեստերը պետք է լինեն, այդ մեքենաները պետք է տրվեն այդ ընկերության, ինքը պետք է լիցենզավորի, ստանդարտ է այդ մեքենան եվրոպական շուկայի համար պիտանի է թե ոչ պիտանի մեքենա թույլ չեն տա մտնել եվրոպական շուկա։ Եվ ինչը ենթադրում այդ վթար թեստը, ամբողջական մեքենան, ասենք մարդանման մանեկեններով վթարի է ենթարկում հասկանալու համար, մարդու կյանքի համար որքանով է վտանգավոր այս մեքենան, ուղևորները թույլատրելի արագության պարագայում ինչ վնասվածքներ կկրեն բան եւ եթե այսպես նա չի որ լիպյոշկա է դառնում այդ մեքենան ուղևորները բոլորը մահանում են մեքենան ստանդարտավորվում է եւ թույլատրվում է վաճառք այդ շուկայում հիմա այս իմաստով Նիկոլ Փաշինյանը դարձել էր փաստորեն 18 թվականից մինչև այսօր Հայաստանի
հասարակական, քաղաքական, պետական ինստիտուտների վթար թեստ։ Փորձարկողը։ Այո։ Եվ ես ասեմ ցավոք սրտի պետական ինստիտուտները չդիմացան, այսպես ասած քաղաքացիական հասարակությունը պարզվեց չկա սուտ էր այդ պնդումները, որ մենք ունենք քաղաքացիական հասարակություն, դրանք հիմնականում գործակալական ցանցի ներկայացուցիչների Գրանտներով աշխատող եւ միակ դեռ այս պահին, Աստված տա ի վերջո հաղթանակով տանի, դեռ այս պահին միակ դիմացող է հարվածներին, հələ որ եկեղեցին է։ Չնայած վնասներ կրելով, վթարը առանց վնասների չի լինում եւ այդ հոգեվորականների կորուստը կամ միանալը Նիկոլ Փաշինյան դա այդ վթարի կորուստն է։ Եթե սրանով էլ դուրս գանք, կարելի ասել այդ ստանդարտավորվի եւ կարելի է այդ ինստիտուցիոնալ կառուցվածքին նայել ոնց է կազմված, եթե դիմանա այս հարվածին, ոնց է կազմակերպված եկեղեցու կյանքը, ինստիտուտները եւ դրան կրկնօրինակմամբ պետական ինստիտուտներ ձևավորել։ Տես, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ունի օրակարգ, լավն է, վատն է, դուր է գալիս, դուր չի գալիս, բայց ունի օրակարգ եւ շարժում է իր օրակարգով։ Գերազանց կատարում է, հա, իր օրակարգը։ Ընդդիմությունը ունի օրակարգ ըստ քեզ։ Ընդդիմության օրակարգը 2021 թվականից այս կողմ Նիկոլ Փաշինյանին հեռացնելն էր։ Ոնց ես գնահատում իրենց գործողությունները այդ օրակարգի իրականացման շուրջ։ Հիմա ով է վարչապետը Հայաստանում։ Դե տես իրենք բերում են հիմնավորումներ, ասում են մենք փորձում ենք, արեցինք, սա արեցինք, նա արեցինք, Նիկոլ Փաշինյանը մեզ կալանավորում է, բերման է ենթարկում էր ակտիվիստներին։ Ես չեմ կարծում, որ անդիմությունը, իրական անդիմությունը չի ուզում Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Իհարկե ուզում է։ Իրական լավ ձևակերպում արեցիր, իրական անդիմություն, ովքեր են այդ իրական անդիմությունը։ Եվ ոնց տարբերակի օրինակ հասարակ քաղաքացին, իրական է այս մարդը որպես ընդդիմադիր, թե ոչ։ Այ Նիկոլ Փաշինյանը աշխարհակաղակական օրակարգ է, չէ՞, սպասարկում։ Դա Նիկոլ Փաշինյանի օրակարգը չի։ Դու պիտի դնես այդ օրակարգը եւ օրակարգի կոպիտ ասած այս ստանդարտները ու դրանով անցկացնես, տեսնես ով է տակը մնում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը արևմտամետ է։ Ու ասում է, չէ՞ որ արևմուտք։ Ասում է ամեն դեպքում։ Չէ, Նիկոլ Փաշինյանն ով է հովանավորում, արևմուտք, Եվրոպան։ Մասնավորապես Կայա Կալասի հայտարարություն վերջերս։ Ռուսաստանը ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Այ Ռուսաստանի մասով կասեմ, Ռուսաստանը մեր ընդդիմության օրին է, եթե հանքել։ Ռուսաստանն էլ օրակարգ չունի ոնց որ։ Տես ի տարբերություն արևմուտքի, Ռուսաստանը այս պահին չունի միասնական գաղափարախոսություն, այսինքն դու չես կարող ասել, ինչ ասել է ռուսական ձևով ապրել։ Դա նույն ամերիկյան ձևի վատ կրկնօրինակն է, չէ՞, կամ եվրոպական ձևի վատ կրկնօրինակն է։ Մի ժամանակ երբ կար սովետական միությունը, մենք կարող էինք ասել, է սովետական միությունը առաջարկում է այսպիսի կրթական համակարգ, առաջարկում է այսպիսի տնտեսական համակարգ, հասարակական հարաբերությունների նման համակարգ։ Հիմա ինչ է առաջարկում Ռուսաստանը։ Ազատ տնտեսական համակարգ, այսինքն շուկայական հարաբերություններ, այս շուկայական հարաբերությունները արևմուտքում են ամենալավը։ Ռուսաստանը առաջարկում է կրթական ստանդարտներ, որոնք հենված են արևմտյան ստանդարտների վրա, այդ լավագույն ստանդարտները դրանք արևմուտքում են, հա։ Ռուսաստանը ինչ է առաջարկում։ Առաջարկում է օլիգարխիա, այդ օլիգարխիան արևմուտքում ավելի Ռուսաստանը առաջարկում էր անվտանգություն Հայաստանին։ Առաջարկեց, մենք օգտվեցինք այդ։ Չէ, նայ, Ռուսաստանը առաջարկում էր անվտանգություն։ Նախ պետք է հասկանալ, որ մասշտաբները եթե հանենք եւ հանենք Ռուսաստանի այսօրվա բարձր ղեկավարության համոզմունքները, որ իրենց հայրենիքի համար են աշխատում ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանն էլ այնտեղ կան թուրքական ազդեցություն, արևմտյան ազդեցություն, այսինքն իրենք էլ կիսաօկուպացված վիճակում կարող են համարվել։ Հաճախ դու կարող ես տեսնել, որ Ռուսաստանի այս կամ այն պաշտոնյան հակառուսական գործունեությամբ է զբաղված։ Ըստ էության դե բովանդակությունը նայես։ Այսինքն չեմ կարող միանշանակ ասել, որ նույն Նիկոլ Փաշինյանը սպասարկում է միայն արևմուտքի օրակարգը։ Կարող ենք միանշանակ ասել ըստ քեզ։ Չէ՞ որ շատ դեպքերում օրինակ Նիկոլ Փաշինյանի գործողությունները Նիկոլ Փաշինյանը միանշանակ սպասարկում է արևմուտքի բանը, օրակարգը, բայց ռուսական կողմում ինչ խնդիր կա։ Ռուսները չունեն փափուկ ուժի, այսպես ինստիտուտ, փորձառություն, հա, ավանդույթ։ Ռուսները միշտ
վատ իշխանությունը իրենց համար ավելի ընդունելի է, քան ամենալավ ընդդիմությունը։ Իրենք կուզեն, եթե հնարավոր է, ասենքն Բայց 2018-ին այդպես չեղավ։ Ինչ այդպես չէ։ Դե 2018 թվականի իշխանությունը ընդունելի է Ռուսաստանի համար։ Ռուսաստանի Չէ՞ որ մենք չտեսանք քննադատություններ ամեն դեպքում հեղափոխությունից հետո կամ այդ ընթացքում որ պետք է որ դու ասես։ Տես օրինակ այն շատ խոսակցություններ այն մասին, որ ռուսական շատ կազմակերպությունների աշխատակիցներ նույն դուրս եկան փողոց, բազմաթիվ են եղել հրապարակումներ այդ մասին, բայց ինչպես ստացվեց։ Նույն Գազպրոմի աշխատակիցները, հետի աշխատակիցները։ Պուտինը զանգել է Գազպրոմի աշխատակիցներին։ Չէ, ամեն դեպքում, բայց ռուսական կապիտալով ընկերություններ են, չէ։ Ես նոր դες ինչ եմ ասում, որ Ռուսաստանում կան ազդեցության տարբեր կենտրոններ։ Ռուսաստանը ինքը միակ ազդեցությունը, այսինքն այնպես չէ որ Պուտինը ինչ ասեց, հենց այդպես էլ լինելու է։ Վերջին արդյունքում կարող է այդպես լինի, բայց արանքում մարդիկ իրենց շահերն են սպասարկելու։ Այսինքն հիմա չգիտես դրա մասին, որ տարբեր թևեր կան, տարբեր կողմեր կան։ Այո, հիմա ստացվում է, որ Ռուսաստանում չկա որևէ թև, որը որ ստավկա է արել, այսպես ասած, մեր ընդդիմության վրա։ Նայ, մեր ընդդիմության վրա ստավկա անելու կարիք չկա, մեր ընդդիմությունը ինչի պիտի հասնի։ Ախր երբ որ մենք ուզում ենք մենք խոսում ենք արտաքին աջակցության մասին, ասենք ռուսական աջակցության մասին։ Դուք ինչ եք պատկերացնում, որ ասենք ռուսները պիտի գան։ Ես չեմ պատկերացնում, ընդդիմությունը սպասում։ Տպավորություն է, որ ընդդիմությունը սպասում է, այսպես ասած, Դաբրոյի։ Այսինքն միշտ մենք տեսել ենք այդ տպավորությունը։ Խոսքը Դաբրոյի մասին, սա կարծում շատ մոլորեցնող խոսակցություն է, ասեմ ինչու։ Պետք է հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանը արտաքին աջակցությամբ է եկել բերվել իշխանության։ Նիկոլ Փաշինյանը ունի արտաքին հովանավորներ։ 2021 թվականի փետրվարի 25-ի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ փայատերն արդեն թուրքերը։ 2023 թվականի Արցախը հանձնելուց հետո այս խաղաղության օրակարգը իբրև թե հանրությանը մատուցելուց հետո լրջագույն ազդեցության լծակներ ունի Ադրբեջան Հայաստանի իշխանության վրա։ Հիմա ինչ անի ընդդիմությունը, տես արի իրավիճակ պատկերացնենք, քանի որ Հայաստանի հասարակությունը մեծամասնությունը տարված է այսպես գողական ռոմանտիկայով, արի այդ օրինակով բացել։ Ես ու դու կոնֆլիկտ ունենք։ Դու ինչ որ պահի այդ կոնֆլիկտին խառնում ես, ասենց ասած, կրիմինալ հեղինակության։ Հիմա ինչքանով է իմ շանսերը արդեն քո դեմ նվազում։ Որտեւ ինքը ունի ինչ որ բանդա կոպիտ ասած չէ, կրակելու հնարավորություն, վնասելու հնարավորություն։ Հիմա կամ ես պիտի համարժեք կրիմինալ հեղինակություն խառնեմ այս պատմությանը, որ իրան չեզոքացնի, ոչ թե քեզ, կամ պիտի ընդունեմ պարտությունս։ Հիմա այս իմաստով նայ Հայաստանի ընդդիմությանը ներողություն պետք է աշխարհակաղակական գործընկեր, ոչ թե այն իմաստով, որ գա իշխանությունը Նիկոլից վերցնի տա ընդդիմությանը, ոչ, աշխարհակաղակական գործընկեր է պետք, որպեսզի ինքը մեկուսացնի թուրքական, ադրբեջանական եւ արևմտյան ազդեցությունը։ Կոպիտ ասած, պիտի երաշխիք լինի, որ Հայաստանի ընդդիմությունը ինչ որ գործողություն է անում ու Ադրբեջանը սահմանը չի կրակելու։ Շատ լավ օրինակ վերեցի։ Տեսօրինակ այդ երաշխիքը ներողություն 2018-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Ադրբեջանը ինչ որ ձև տվել է, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը սկսեց այդ խառնակցություն, սահմանին կրակոց եղավ, ինչ որ շարժ եղավ, չէ։ Բայց հիմա կարող է չէ լինի։ Ու պատկերացնում եք ինչ կլինի այդ դեպքում։ Նայն, մենք գործ ունենք մեր այսօրվա ընդդիմությունը, մարդիկ են, ովքեր 10 տարի ղեկավարել են Հայաստանի Հանրապետությունը։ Հա, այսինքն ովքեր իշխանություն են եղել, ունեն բավականին կապեր աշխարհում։ Խորհրդանական ընդդիմություն։ Այո, խորհրդանական ընդդիմության մասին է խոսքը։ Այսինքն ինչպես է ստացվում, որ այդքան տարիների ընթացքում այդ մարդիկ այդ իրենց համար բարեխոսող որևէ կառույց, ուժ, չգիտեմ, չունեն այդ մարդուն, ով որ կկարողանա այդ երաշխիքները տալ։ Էլի պիտի գանք նրան իմ հարցազրույցներում հաճախ եմ դրա մասին խոսում, Հայաստանի ներքաղաքական օրակարգը վաղուց արդեն ներքաղաքական չի։ Ավելի շատ արտաքին քաղաքական ազդեցություն կա մեր ներքաղաքական կյանքում։ Բայց նոր չի եղել, վաղուց է դա եղել։ Հասկացա, բայց այդ թվարկածս իրադարձությունների ֆոնին 18 թվին Նիկոլ Փաշինյանը իշխանության բերել, 21 թվին Նիկոլ Փաշինյանը իշխանության պահել, հա, եւ 23 թվականի իրադարձությունները, 21 թվականի փետրվարի 25-ի իրադարձություն արտաքին ազդեցությունը մեծացրել է Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Այստեղ խոսքը նրա մասին չի, որ
իրենք չունեն բարեխոսներ, վստահ եմ նախկին նախագահները ինչ որ կապեր ունեն, չի կարող չլինել այդ կապերը, բայց արդյոք պետք է համադրելի շահեր լինեն, հա, հիմա Թուրքիայի ազդեցությունը կա, դրա չեզոք պետք է հաշվել օրինակ, դրա չեզոքացման համար Ռուսաստանը ինչ է գործնում, ինչ է շահում, այստեղ որ դնենք, համադրենք, կհասկանանք։ Այսինքն ստացվում է, որ այս իրավիճակը նոր չէ, այսինքն մենք կարող ենք փաստել, որ տարիներ առաջ սկսվել է ինչ-որ մի իրավիճակ, որտեղ Հայաստանում արտաքին ուժերը սկսել են ազդեցություն ունենալ, այդպես է, չէ՞։ Միշտ էլ ունեցել են։ Այո, միշտ էլ ունեցել են։ Հիմա այն ժամանակվա իշխանությունները արդյոք չեն ուզեցել, չեն ունեցել համապատասխան ռեսուրսները այդ ազդեցությունները գոնե թե կառավարելի դարձնելու համար, որովհետև շատ են խոսում 2018 թվականին թուրք-ադրբեջանական ուժերը եկան հեղափոխություն արեցին եւ այլն, ոնց արեցին, հետախուզություն չեն ունեցել։ Այս շատ լավ հարց տվեց Անե ջան։ Հարցը գիտես ինչու՞մն է, որ մարդիկ երբ որ ասում են դա թուրք-ադրբեջանական հեղափոխություն էր, ոնց որ իրենք ոտին կրակեն, որովհետև եթե դու եղել ես իշխանություն ու Ալիևը կարողացել է այստեղ հեղափոխություն կազմակերպել Նիկոլ Փաշինյանը բերել իշխանության, ում էինք մի կտոր հաց տվել, որ իր տաղուն չի բերել իշխանության, ասենք։ Իսկ էս ինչ պետություն է եղել, ինչ անվտանգության համակարգ է ունեցել, որ թուրք-ադրբեջանական հեղափոխություն է կազմակերպել։ Իսկ ես ձեզ ասեմ, սա թուրք-ադրբեջանական հեղափոխություն չի եղել, սա եղել է արևմտյան օրակարգով իրականացված հեղափոխություն եւ այդ հեղափոխությունը իշխանության ներսից ունեցել է աջակիցներ, չէր կարող չունենալ աջակիցներ, ինչպես քաղաքագետ ընկերս է ասում Ազատ Ադամյան, եղել է նաև 6-րդ շարասյուն, բացի 5-րդ շարասյունից։ 6-րդ շարասյուն դրանք պետական ինստիտուտներում ներգրավված այն պաշտոնյաներն էին, որոնք պիտի ապահովեին 5-րդ շարասյան աշխատանքը։ Դες պարզ օրինակ բերեմ, հա։ Այդ ոնց էր ստացվում, որ մի սրիկայի ցուցմունքով Անի Հովհաննիսյանին լրագրողին հետապնդման ենթարկեցին ձեզ, հա, բանտարկեցին, ուղղակի մի օգուտ ցուցմունքով, չէ՞, սուտ։ Այո։ Բայց այդ սորոսականները մնացածը դրսում իրենց համար ինչ ուզում, ինչ գործունեություն ուզում ծավալում էին։ Դե հիմա օրինակ երբ որ այդ իշխանություններին հարց ենք տալիս, ասում են մենք չգիտեինք։ Մենք չգիտեինք Անի Հովհաննիսյանի դեպքի մասին, մենք չէինք, մեզ տարբեր բաներ էին ասում, ամբողջ օրը ցույց էին տալիս լուրերով այդ մասին, բայց տեղյակ չէին։ Չէ, սա ուղղակի ծիծաղելի է։ Վստահաբար դու եւ ես դրան չենք հավատում։ Այդ 6-րդ շարասյունը ունեցել է անուններ, ազգանուններ, դեմքեր, եթե մարդկանց կենսագրությունները նայեք, կհասկանաք, ով որտեղից է եկել, ով կոպիտ ասած այդ 6-րդ շարասյան ներկայացուցիչների մեծ մասը Ֆլետչերի այդ դպրոցում է սովորել։ Թող բացեն մարդկանց կենսագրությունները նայեն, ով է այնտեղ սովորել, ինչ են սովորել, հա։ Այսինքն այս ամեն ինչը ուղղակի պատահականություն չէր 2018-ին տեղի ունեցածը, դա կոնկրետ ծրագրավորված աշխատանք էր։ Ծրագրավորված։ Լավ, հիմա վերադառնանք 2025 թվական։ 2025 թվականին ամեն դեպքում քաղաքական օրակարգում ամենաշատ քննարկված թեմաներից մեկը իմպիչմենտն էր։ Նախ ուզում եմ հասկանալ դու ո՞նց ես վերաբերվում այդ իմպիչմենտին, ինչքանով էր դա իրատեսական եւ այն մեղադրանքները, որ, չգիտեմ, Հայաստան դաշինքը չի ուզում, նա չի ուզում, սա ի վերջո Հայաստան դաշինքը համաձայնվեց։ Բայց մենք տեսանք, որ չկային այդ ԿՊ падգամավորները, 18 падգամավոր էր պակասում, ինչքան հիշում եմ, որոնք այդպես էլ չկան։ Ինչ օրակարգ էր սա, ինչի համար էր։ Գիտես, հենց ստեղ է խնդիրը, որ մարդիկ դաշտ են բերում օրակարգ, որը ի սկզբանե փուչ է։ Եվ ես օրինակ զարմանում եմ Հայաստան դաշինքի վրա, որ հենց այն առաջի օրվանից, ասենք, այդ ստորագրությունները խոստացել էին տալ, բայց ֆիզիկապես չտվեցին, այդ տայիք բրծնեինք էլի։ Դրա մասին չի խոսքը, բայց ես չեմ կարող ասել մարդկանց մտքներում ինչ կար դա նախաձեռնելիս, բայց այն որ դա Նիկոլ Փաշինյանի հեռացման մասին չէր, ակնհայտ էր։ Դու հավանական համարում ես, որ ԿՊ падգամավորներից որևէ մեկը կարող է Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս գալ։ Չի կարելի դա բացառել, բայց ուստեղ ուրիշ հարց է առաջանում։ Եթե դու քո ընդդիմադիր բանով, օրակարգով մանդատ ստացած Իշխան Զաքարյանին կամ Գեգամ Նազարյանին դու չես կարողանում հետ բերել այդ օրակարգ,
Դու ո՞նց ես գնալու ԿՊԱ-ականների հետ խոսել։ Հետ դու ցույց կտանք, ասեն գնա ստեղից։ Այսինքն ի վերջո Իշխան Զաքարյանը, Գեգամ Նազարյանը ԿՊԱ-ականի համար էլ է ցուցիչ, չէ՞, թե ընդդիմությունը այնքան ուժ չունի, որ դրանց ճնշի։ Գոնե մանդատները վայր դնեն։ Մեզ ո՞նց է ճնշելու։ Երկրորդը այդ նույն տեսեք, impeachment նախաձեռնած մարդիկ ամենախիստն են, չէ՞, խոսում ԿՊԱ-ականների, ասում են դավաճան են, բոլորը պիտի պատասխանատվության ենթարկվեն Նիկոլ Փաշինյանի հետ միասին։ Դու համագործակցության դուր չես թողնում այդ մարդկանց հետ։ Շարքային ԿՊԱ-ականի հետ, որը իրականում չի արել այն ինչ Նիկոլ Փաշինյանն արել, հա, մարդը կարող է հիմարաբար լռել կամ դավադրաբար լռել կամ չգիտեմ, աշխատավարձի համար է լռել, վերցած վարկերի համար է լռել, հիպոթեկով գնաց տան համար է լռել, դատապարտելի պատճառներ են, բայց լռումը ոչ այն պատճառը, որ ինքն է որոշել Արցախը հանձնել, դա իր որոշումը չի եղել։ Այդ որոշումը այդ մարդկանց վզին փաթաթվել է նույն կերպ, ինչպես հայ ժողովրդի վզին։ Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում տեղի ունեցած այս ողբերգությունների մեջ միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, թե ընդդիմությունն էլ ունի իր մեղքի բաժինը։ Ի վերջո չի կարողացել կանխել։ Նայ, ընդդիմությունը գիտես ինչով մեղք ունի։ Հիմա դու ընդդիմադիր ես, չէ՞։ Ես ընդդիմադիր եմ, մեր մեղքը ո՞րն է։ Ես խոսում եմ այն ուժերի մասին, ովքեր խոստացել էին։ Չէ, խոստանալու մասին չի խոսքը, ստե այն ուժերի մասին է խոսքը, ովքեր իշխանություն են եղել նախկինում։ Որովհետև պատկերացրու, եթե մեր մատը փուշ մտնի, ու մենք դրանից մեռնենք։ Դա կնշանակի, որ մեր օրգանիզմը այնքան հիվանդ է եղել մինչև այդ իմունիտետ չի ունեցել, որ մի փշից մեռել ենք մենք։ Իսկ փուշը չի մեզ սպանել, մինչև այդ մեր օրգանիզմը արդեն գրեթե գոյություն չի ունեցել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը որպես այդ փուշ մտել է օրգանիզմ, պարզվեց բանակ չկա, գեներալիտետ չկա, ԱԾ չկա, ոստիկանություն չկա, բայց ինքը քանդել է։ Վայ, ո՞նց քանդեց։ Մի հոգին, այդ ինչ էիք սարքել, որ մի հոգին քանդեց։ Այդ ինչ ծիծաղելի համակարգ էր, որ մի հոգին քանդեց։ Հələ դե թող մի հոգին հիմա Նիկոլի համակարգը քանդի, կարող է։ Նիկոլի օրակարգը սպասարկող մի հատ ԱԱԾ աշխատող դուրս եկել է Նիկոլ Փաշինյանի դեմ։ Չեմ հիշում, չեմ մտաբերում։ Պաշտոնը թողնելուց հետո դուրս եկածածներին չհիշեք, հա։ Միջև այդ։ Չէ, ինքը որտեվ այդ համակարգը իրականում եթե համակարգի տրամաբանությունը որն է եղել, էլի, ինչու ենք մենք բան եղել, խնդիրների առաջ կանգնեցել։ Հայաստանում ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, դատախազությունը, քննչական մարմինները, հա, ծառայել են ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Սահմանադրությանը, այլ օրվա իշխանությանը։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե Աստված ոչ անի, ինչ որ պատճառով Ալիևը ստեղ իշխանության գա, այս նույն կազմով ծառայելու են Ալիևին։ Ազգանունները կփոխեն, որ հարմար լինի։ Նույն բանով 1-2 կորուստ կտանք։ Նայ, այս նույն կազմով ծառայելու են Ալիև, ինչի որտեվ այդ մարդկանց սովորեցրել են ծառայել ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ նրան, ով նստում է կառավարության շենքում։ Այս ընթացքում նախկին նախագահները, թե Ռոբերտ Քոչյանը, թե Սերժ Սարգսյանը առավել եւս 6 ժամից ավել հարցազրույց տվեց, պատմեցին այն մասին, թե ինչ, ոնց, շատ անդրադարձ է կատարվում նրան, թե իրենք ինչ են արել, ոնց են արել, ինչու չի ստացվել, եւ մի հետաքրքիր բան կա, որ մարդիկ երկար տարիներ մտածում են, որ այդ մարդիկ անպարտելի են, հա, այսինքն թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչյանը ինչ որ sense կուր կառույցներ են եւ անպարտելի են։ Ինչպես ստացվեց, որ այդ բոլոր մարդիկ պարտվեցին Նիկոլ Փաշինյանին։ Նայ, պետք է հասկանալ։ Այս խոսքը, որ ասեմ, դուք ոչ օբյեկտիվ մի գնահատեք, հա։ Նիկոլ Փաշինյանին պարտվել է Սերժ Սարգսյանը, ընդ որում իշխանություն չունեցող Նիկոլ Փաշինյանին։ Ռոբերտ Քոչյանը 2021-ին պարտվել է արդեն իշխանություն ունեցող եւ բոլոր լծակներին տիրապետող Նիկոլ Փաշինյանին։ Սրանք տարբեր իրավիճակներ են, հա։ Այո, օրինակ երկրորդ նախագահային կարելի հարցալ, ինչի օրինակ 2021-ին կարելի էր գնալ ուրիշ օրակարգով, չգնացիք։ Օրինակ ես այդ օրակարգը այսպես եմ պատկերացնում։ Եվ այն ժամանակ էլ այսպես կպատկերացնեի, որ խոսակցությունը ժողովրդի հետ պիտի լիներ այսպես։ Ոչ թե որ սիրելի ժողովուրդ, այդ դուք ինչքան չհասկացող եք, չգնահատեցիք։ Իրականում, հա, Ռոբերտ Քոչյանի իշխանության տարին լավ բաներ եղել են, տնտեսական կյանք, հա, սահմանային իրավիճակ, բայց խնդիրներ են եղել, չէ՞ որ
դրանք ի վերջո այն անունները, որոնք նույն Սերժ Սարգսյանի իշխանության օրոք կապվել են կոռուպցիայի բանի հետ, այդ անունները այն ժամանակ էլ են եղել։ Պետք է ասվել ժողովրդին, որ մենք համարում ենք, ես այդպես կասեի, եթե ես լինեի այդ տարիներին իշխանություն, որ Նիկոլ Փաշինյանը նաև մեր սխալների հետևանք է, որ եթե մի քիչ ավելի արդար լինեինք, մի քիչ ավելի սոցիալական արդարություն լիներ, հասարակության խնդիրների նկատմամբ ավելի մեծ ուշադրություն լիներ, վստահաբար Նիկոլ Փաշինյանի նման մեկը կրթական ցենզը բարձրացնեինք, հա, Նիկոլ Փաշինյանի նման մեկը չէր կարող իշխանության հավակնություն։ Բայց նույն հանրապետականները մեղադրում են, ասում են Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, հարազատները 2018 թվականին եկան Նիկոլ Փաշինյանի հետ հեղափոխություն արեցին։ Այ եթե իրանք չմիանային, չաջակցեին, չէր լինի այս վիճակը։ Այս փոխադարձ մեղադրանքները դու ես տեսնում, արդեն երկար տարիներ է մենք լսում ենք։ Սերժը բերեց Նիկոլին, Քոչարյանը եկավ։ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները պատասխան են այն իմաստով, որ ընտանիքի անդամներից ովքեր են մասնակցում։ Դե չեմ հիշում, հիմա գրում են մշտապես այդ մասին։ Ես լսել եմ Լևոն Քոչարյանի անունն են տվել, մարդը հերքել է, ասել է ճանապարհները փակ են, այդտեղով անցել եմ։ Եվ Սիրուշոյի մի գրառում են մեջբերում, որտեղ ինքը Հայաստանի խաղաղություն է մաղթել։ Չգիտեմ, եթե այդպես էր, ես խնդրեմ Լևոն Քոչարյանին մի հատ էլ հրապարակով անցնել, Սիրուշոն էլ թող նույն գրառումը անի, Նիկոլի իշխանություն կկորցնի, բայց այդտեղ հարցը գիտես ինչու՞մն է։ Մարդիկ պիտի ասեն ճշմարտությունը։ Նույն երրորդ նախագահին է վերաբերում, ես այդ հարցերը շատ եմ տվել։ Ես ակնկալիք ունեի ինքը 2018 իրադարձությունների մասին ասուլիս կտա կամ հարցազրույց կտա, մենք առաջարկել ենք մեզ տալ եւ մեր տված հարցերին պատասխան, որտեղ այդ հարցերը շատ էին։ Հիմա տես ինչն է աբսուրդը։ Իշխանության հանրապետական այդ փոխկապակցված շրջանակները մեկը Սորոսի հիմնադրամի կողքով անցած լինի, ասում են Սորոսական։ Սորոսական, այս մարդը Սորոսից $100 փող է ստացել։ Հա, բայց իրենց մեջ էլ են եղել մարդիկ, որ ստացել են։ Ստե ուրիշ բան ասեմ, չէ, ես համաձայն եմ այդ գնահատականին, որ Սորոսի հիմնադրամը վտանգավոր է եւ պետք է ինչ-որ կերպ մեկուսացվել։ Բայց հարցը առաջում, դու ինչպես ես Սորոսի հիմնադրամից ֆինանսավորում ստացած Դանիել Իոնիսյանի մտերիմ ընկեր Գյորգի Կուտյանին նշանակել ԱԱՑ պետ։ Ոնց կբացատրեք։ Ես չեմ կարող, այդ իրանք պետք է։ Երբ որ Կուտյանից հետո եկած ԱԱՑ պետը Արտուր Վանեցյանը ասել է Սորոսը ազգային անվտանգության խնդիր է։ Սպառնալիք է։ Բայց ոնց է որ ազգային անվտանգության սպառնալիքից ֆինանսավորում ստացածը ազգային անվտանգության ծառայության պետ է եղել։ Լուիս Իջնիրչինին մարդը ասում են ինքնասպանություն է գործել իր տանը 42 կրակոցից հետո, չէ։ Այնպես որ մենք պիտի նայ անկեղծ լինենք։ Ես իհարկե Նիկոլ Փաշինյանի չեմ համեմատի նախկին որևէ ղեկավարի հետ, որովհետև վստահաբար այն օրակարգը, որը սպասարկել է Նիկոլ Փաշինյանը, առաջարկվել է նաև նախկին իշխանությունների ժամանակ, կամ փորձել են նախկին իշխանությունների ժամանակ եւս առաջ տանել։ Ի վերջո նույն այդ Զանգեզուրի Միջանցքի գաղափարը 90-ականներից թուրքական օրակարգում եղել է եւ իրենք ամերիկյան ադմինիստրացիաներում փորձել են այդ հարցը առաջ տանել։ Եթե չի եղել միջև այդ, ուրեմն որևէ մեկը չի համաձայնվել այդ դերը տանել։ Այնպես այս առումով Նիկոլ Փաշինյանը բացառիկ սրիկա է, անհամեմատելի է։ Բայց այնպես չի, որ իրենց առաջ հրաշալի ժամանակներ են եղել։ Դե գուցե այլ տարբերակ չեն ունեցել, օրինակ արտաքին ճնշումների ներքո, նույն Սերժ Սարգսյանի իշխանության օրոք գուցե շատ են եղել ճնշումները եւ չեն կարողացել, հա։ Իսկ որ իշխանության չեն ճնշում։ Որ իշխանության։ Նույն Սերժ Սարգսյանը ասել է, որ ինքը պարտվել է հզոր ուժերին, այ օրինակ դու մտածել ես այդ մասին, ինչ հզոր ուժերի մասին է եղել խոսքը։ Պրովոկատիվ հարցեր ես տալիս, որովհետեւ Սերժ Սարգսյանը ասում է հզոր ուժերի են պարտվել։ Հետո իր թիմակիցները ասում են ես եմ բերել Նիկոլին, այնց որ ինձ չի պարտվել, ես էլ այդքան հզոր չեմ։ Բայց դրա խոսքը նրա մասին է, որ պիտի տալ անունները հզոր ուժերի։ Լավ, ենթադրենք հզոր ուժերի է պարտվել, չէ՞։ Եթե մարդը ունենալով դատախազություն, ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն, քննչական մարմիններ, անսպառ փող, պետական բյուջեի տեսքով ու այսպես շարունակ պարտվել է հզոր ուժերին ու իշխանությունը զիջել է Նիկոլ Փաշինյանին, հիմա ինչու ենք անդիմություն։
Դե նույն հարցը կարող են տալ նույն Ռոբերտ Քոչարյանին, ասել, որ եթե դու ձախողել ես քո կառավարման տարիները, մարդիկ քեզ չեն սիրում, հա, չկարողացար 2000 Դա Ռոբերտ Քոչարյանը, ես անկեղծ ասեմ, դա Ռոբերտ Քոչարյանի ձախողմանը խնդիրներ կան, ես կարող եմ ավելի շատ խնդիրներ ասել, հա։ Իսկ ուսե ժամանակն է, որ երկուսն էլ դուրս գան քաղաքական պայքարից։ Չի ձախողել Ռոբերտ Քոչարյանը, բայց Ռոբերտ Քոչարյանը իհարկե իր իշխանության տարիներին եղել են խնդիրներ։ Դա քննարկելու բան չէ, էլի չենք կարող մենք մեզ կեղծենք, ասենք, բաներ, երկնային մանանա էր, ժողովրդավարության բաստիոն էր, բայց գուցե ճիշտ է էր, որ պիտի բաստիոն չլիներ, էլի։ Հիմա բաստիոնն է, ինչի։ Բայց արի անկեղծ լինենք, Ռոբերտ Քոչարյանի հետ կապված շատ իրադարձություններ ուղղակի հորինվածքներ են։ Այսինքն նույն հոկտեմբերի 27-ը որ ասում են, մարտի 1-ը որ ասում են։ Մարտի 1-ը ես անկեղծ ասեմ, ինքս մինչև 2018 թվականը հավատացել եմ ընդդիմության թեզերին, բայց ինչ իմաստով որ իշմեք Ռոբերտ Քոչարյանը ասել էր, որ ընդդիմության շարքերից եղել են կրակողներ։ Ու ամենաշատը ոնց որ դրան չէի հավատում, ասում էի դե լավ, որ բա ուր են այդ կրակողները։ Հետո 2018-ին լրիվ պատահաբար մի ընկերոջ միջոցով ձեռք ընկավ տեսանյութ, առաջինը մենք ենք հրապարակել, որտեղ երևում են ավտոմատով կրակողներ։ Դեմքերը չի երևում հերվից է բաղակը, բայց երևում է որ ընդդիմության ժողովրդի շարքերից են կրակողները։ Ու գիտես ինչն է ինձ հետաքրքիր, որ այդ եւ ամենաշատ օրինակ Քոչարյանին դրա համար էին մեղադրում, չէ՞, ասում են դու ասում ես կան կրակողներ, ուր են այդ կրակողները, չէ՞։ Ուր է ապացույց։ Ինձ ինչն է զարմացնում, որ այդ տեսանյութը բարձում է 2008 թվականի ապրիլից հետո ձևավորված այդ մարտի 1-ի հանձնաժողովի ձեռքի տակ եղել է, որի ղեկավարը եղել է Սամվել Նիկոյանը։ Եվ հիմա ուշադրություն, Սամվել Նիկոյանը 2018 թվականին հարց է տալի Ռոբերտ Քոչարյանին, ասում է. «Պարոն նախագահ, դուք ասում եք, որ կան կրակողներ, ուր են փաստ այդ կրակողների մասին»։ Այդ տեսանյութը իրենց հանձնաժողովում է եղել, այդտեղից է ինձ հասել։ Այսինքն միանշանակ չի, իհարկե խնդիրներ կան, ստեղ նաև տեսեք, ինչքանով որ մենք ասում ենք, մենք մեղադրում ենք Սերժ Սարգսյանին, որ իշխանությունը փոխանցել է Նիկոլ Փաշինյանին, մի քիչ ավելի թույլ, որովհետև Սերժ Սարգսյանի դեպքում ընտրություն է եղել, մենք կարող ենք հարցեր տալ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, թե ինչու է իր քաղաքական ժառանգորդը դարձել Սերժ Սարգսյանը։ Իսկ օրինակ գուցե պատճառը այն է, որ ինչի ստացվում ընդդիմության մոտ Նիկոլ Փաշինյանին հեռացնել անգամ մոտիկ չեն կարողանում գալ, հա, այդ նպատակին, գուցե պատճառը այս ոչ միասնական լինելն է, այսինքն ինչ ունեն այս երկու ուժերը իրար հետ չկիսած ըստ քեզ։ Հա, ես երկու ուժերի անունից չեմ կարող խոսալ, բայց ես օրինակ չեմ հասկանում միասնական լինել, օրինակ որ քեզ ասեն հարգելի անի, այ Նիկոլ Փաշինյանին կարելի է հեռացնել, երբ որ դու Սաքունցի հետ միասնական լինես։ Դե տես, ես օրինակ իմ օրինակով կարող եմ ասել, ես 2018 թվականից, այսինքն հեղափոխությունից հետո, ես մի կողմ դրեցի իմ անձնական հարցը եւ իմ խնդիրը նույն հանրապետականի հետ, հա, ես ամենևին չեմ ընդունել, երբևէ չեմ կիսել եւ չեմ կարող կիսել իրենց քաղաքական հայացքները։ Ես ունեցել եմ իրենց հետ օբյեկտիվ եւ նաեւ սուբյեկտիվ հարց, գիտես, հա, նույն ապօրինի կալանավորումը, հետապնդումը եւ մինչեւ այսօր միեդում է գործը, սպասում եմ արդեն որոշմանը։ Ինձ համար շատ դժվար էր իրականում մի կողմ թողնել այդ կարևոր հարցերը, որոնք ոչ միայն ինձ էին վերաբերում, այլ վերաբերում էին արդարությանը, հա, այդ անարդարության վառ դրսևորում էր ի վերջո։ Եվ այո, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգի շուրջ ինչ որ մի հատվածում ես լավ բան ասացի, չէ, լավ օրինակ վերեցիր։ Դու իսկ արդյոք կաջակցեիր դու իրենց հետ ինչ որ կես մետր ճանապարհ կգնայր, եթե բացի նրանից, որ դու մի կողմ դրել ես քո օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները իրենց չսիրելու, չընդունելու եւ մեղադրելու, իրենք ոչ միայն մի կողմ չդնեին, այլ ասեն շատ լավ ենք արել, քեզ ապօրինի կալանք ենք տարել։ Չէիր գնա, չէ՞։ Հիմա ինչի ժողովուրդը չի միանում, երբ որ մարդիկ ասում են Սերժ Սարգսյանի ժամանակ եղել է դրախտավայր Հայաստանը, բաց երկրի։ Դե, չէ, ասելով չի։ Երբ որ ասում են որևէ խնդիր չի եղել, չէ, երբ որ ասում են որևէ խնդիր չի եղել, ասում են ժանդամ են կոռուպցիան, զատո Շուշին մերն է, հե մարդիկ ասում են կներեկում եք ձեռառում, որ ասում են ընտրակաշառք չի բաժանվել, ընտրություններ չեն կեղծվել, ասում են ապրել ենք, չէ, այդ ժամանակ։ Հիմա նույն այդ լավ օրինակ վերեցի։ Եթե որևէ մեկը նախկին իշխանության ներկայացուցիչներից քեզ համագործակցության առաջարկ անի, բայց միևնույն ժամանակ
չզղջա քո նկատմամբ կատարված անարդարության համար։ Համարի որ մի բան էլ ճիշտ են արել քեզ ապօրինի հետապնդման են ենթարկել, բարձր տեղ համագործակցության դռները փակվում են։ Հիմա մի շրջան անկեղծ եմ ասում, ես էլ կարծել եմ, թե իրենք ես քեզ ուրիշ բան ասեմ, 2018 թվականին, երբ մարդիկ հանրապետականներից փախնում էին, ես էլ որպես լրագրող իրենց հետ հարաբերություններ եմ ստեղծել, եթեր եմ տրամադրել, հարցազրույցներ եմ արել, առանց որևէ խնդրի։ Մինչև դա ավելի վատ բան ասեմ, 2018 թվականին դեկտեմբերի ես կյանքումս առաջին եւ վերջին անգամ ընտրել եմ հանրապետականին խորհրդարանական ընտրություններում։ Ինչի՞ զուտ նրա համար, որովհետեւ ես կարծում եմ, որ Արփինե Հովհաննիսյանի, չգիտեմ, Արմեն Աշոտյանի, Շարմազանովի փորձառույց, ես գիտեմ, որ իրենք չէի ընտրում, որ իրենք իշխանության գան, ես ընտրում եմ, որ իրենք օպոզիցիա լինեն։ Առաջին ու վերջին անգամ։ Միջև այդ չեմ ընտրել, դրանից հետո էլ չեմ ընտրել։ Այսինքն, բայց երբ որ դու հասկանում ես կամ տեսնում ես, որ ժողովրդի այդ ժողովրդի մեր քաղաքացիների, լրագրողների այդ հանուն հայրենիքի, հանուն քո երկրի, հա, նախքին եղած է մի կողմ դնել, իրանք ուզում են մի հատ էլ սրբագրվել, ասել որ ոչ մի վատ բան չի եղել այն ժամանակ, ասում դե կներեք, ուրեմն հաջողություն։ Լավ, հիմա վերադառնանք նոր ուժերին, մեր ձևով շարժում։ Ոնց կգնահատես այդ շարժման գործունեությունը եւ հեռանկարները։ Այո, մոտ օրս խոսում էինք դրա մասին, մեր ձևովը Սամվել Կարապետյան ինքը քաղաքական դաշտում հայտնվեց այդ եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացների պատճառով այդ ժամանակ ինքը հնարավորություն ուներ համաընդդիմադիր պրոյեկտ դառնալու, այսինքն ամբողջ ընդդիմությանը ներառող պրոյեկտ դառնալու, բայց իրեն գնացին զուտ մի քաղաքական ուժ դառնալու ճանապարհով։ Հիմա մեր ձևովը այո, էական աշխատանքի անում, բայց ինքը ընդդիմադիր ուժերից մեկն է։ Օբյեկտիվ լինելու համար կարծում եմ կհամաձայնես ինձ հետ նման հնարավորություններ, որ ունի այսօրվա ընդդիմությունը, այսինքն դիվիդենդների մասին է խոսքը։ Սրբազաններ են կալանավորված, քաղբանտարկյալներ կան բազմաթիվ, իրենց կողմից ամեն դեպքում հայտարարված եւ ընդունված ռեսուրսներ կան, թե ֆինանսական, թե մարդկային, հա, ռեսուրս ունի ընդդիմությունը, այնպես չի որ գումարի կարիք ունի կամ ինչ-որ ռեսուրսի։ Այսքան բան ունենալով ոնց կարելի է լինել այսքան թույլ։ Որովհետև ընդդիմությունը, անկեղծ ասեմ, այստեղ երևի թե բոլոր ընդդիմադիրների մասն է խոսքը։ Իրենք չգիտեն 5 տարի հետո ինչ են անելու։ Այսինքն իրենք առնվազն գոնե 5 տարվա պլանավորում չունեն։ Երբ որ մարդը 5 տարվա պլանավորում չունի, սպասում է իրերի ընթացքին, որ այս ինչ բանը տեղի կունենա, այս ինչ բանը կանեմ։ Հա, այսինքն որ այսպես հերկանքելու այո, ոչ թե այ ի տարբերություն բանի, ի տարբերություն ընդդիմության, բանը ունի իշխանությունը եւ արևմուտքը ունի օրակարգ, պլանավորված օրակարգ։ Իրենք գիտեն հիմա ինչ օրենք են բերելու խորհրդարան, դա ոնց են լոբինգ անելու, ով է խոսելու, ովքեր են առաջ մղելու, այդ օրենքը ինչ ազդեցություն է ունենալու, չէ՞։ Իրենք գիտեն Հայաստանը ուր են տանում։ Ընդդիմությունը չունի։ Իրենք տեսեք, իրենք ունեն մեդիաներ, չէ՞, որոնք ֆինանսավորվում են, տարեկան բյուջե ունեն։ Ընդդիմությունը ունի։ Բազմաթիվ մեդիաներ ունի։ Ասի արի ոնց որ որակի մասին չենք խոսում։ Չէ, որակի մասին չի խոսքը։ Ընդդիմադիր դաշտում որակյալ մեդիաներ կան, բայց այդ մեդիաները ես ձեզ անկեղծ ասեմ, կարող եք շփվել բոլորի հետ հասկանալ, իրենցից որևէ մեկը ես վստահ եմ, չգիտի առաջիկա մի տարվա ֆինանսավորում ունի թե չէ։ Իսկ սա խնդիր է, երբ որ դու չես բյուջե չունես պլանավորված, դու չես կարող զարգացման պլան գծել, իմանալ ես ինչ բան է, այս վաղտես անելու է։ Բա այդ պարագայում, այս ընդդիմության, գիտես, երբեմն մարդկանց մոտ առաջանում է կարծիք, ենթադրություն, որ այս մարդիկ ընդդիմություն են զուտ իրենց կապիտալը պահելու համար։ Չեմ համաձայնի, գիտես, կարելի է տարբեր ձև մեղադրել, դա մարդկանց իրավունքն է։
որտեվ կապիտալը պահելու լավագույն միջոցը Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվելն է։ Հիմա Սամվել Ալեքսանյանն մեկը բան է ասում։ Ով է Սամվել Ալեքսանյանին բան ասել։ Ով էր Սամվել Ալեքսանյանը մինչև 2018 թվականը նա Նիկոլ Փաշինյանի համար հիմնական բոբոն էր, որով ժողովրդին վախեցնում էր, չէ՞։ Երևան Սիթիներով, բաներով, թալանով, չգիտեմ, մարդասպանությամբ, բանդաներով, այդ բոլորը Սամվել Ալեքսանյանին են վերաբերում եւ Նիկոլ Փաշինյանի շուրթերից են ընչել։ Բայց ուր է հիմա Սամվել Ալեքսանյանը, հանգիստ ապրում է, որտեղ պայմանավորվել է։ Այսինքն կապիտալը պահպանելու լավագույն միջոց իշխանության հետ պայմանավորվելն է, ոչ թե հակադրության մեջ մտնելը։ Բայց իշխանությունը պետք է չեն դիմություն։ Սրանից լավ ընդդիմություն։ Օրինակ, ինչով է խանգարում ներկայիս ընդդիմությունը իշխանությանը։ Խորհրդարանական ընդդիմության մասին է խոսքը։ Մարդիկ գնում են, հայոյում են իրար, ստեղծվում է աժիոտաժ ազգային ժողովում, տպավորություն է, որ երկրում այնքան ազատ ժողովրդավարական վիճակ է, որ տեսեք ամբողջ օրը ինչ ասես, ասում են վարչապետին, տանիքին, ՔՊ անդամներին գալիս են, ցույցեր են անում, ժողովրդի ավարության բաստիոն է։ Բայց արդյունքում որևէ գործունեություն չկա։ Չէ, նայ, այդ ընդդիմությունը իրականում վտանգավոր է Նիկոլ Փաշինյանի համար այն իմաստով, որ եթե աշխարհակաղակական որոշակի բան փոխվեց, ամենավտանգավորը իրանք են դառնալու Նիկոլ Փաշինյանի համար։ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, չէ, որ օրինակ բանը Արման Թաթոյանը դժվար կարողանա Պուտինի հետ ուղիղ շփման հնարավորություն ունենալ։ Բայց Ռոբերտ Քոչյանը կարող է։ Ես չգիտեմ շփվում են թե չէ, բայց կարող է, չէ։ Արման Թաթոյանը դժվար Նիկոլ Փաշինյանը դժվար կարծի, որ Նորայր Նորիկյանը, ասենք, բանը Եվրոպայում կարող է ունենալ այն կապերը, ինչ օրինակ Արմեն Աշոտյանը կամ Սերժ Սարգսյանը, հա։ Մարդիկ ԵԺԿ անդամ կուսակցություն են, կուսակցության ներկայացուցիչներ են։ Այնպես որ այդ իմաստով կարող է վտանգավոր լինել, բայց հասկանալի է, որ մյուս տեսանկյունից քարոզչական իմաստով, եթե այդ օպոզիցիան իր խոսույթը չի փոխում, այսինքն ինքը իր սխալների մասին չի խոսում ու ներողություն չի խնդրում ժողովրդից ու թեման փակում, այո, Նիկոլ Փաշինյանն անդադ շահարկելու տեղ է տալու։ Որովհետև մյուս կողմից տես ինչ է դառնում։ Նիկոլ Փաշինյանը անում է շատ ավելի վատ արարքներ, քան նախորդ իշխանությունները, բայց կարողանում է պլստալ, չէ՞, որովհետև թեման փակված չի։ Դե որովհետև Նիկոլ Փաշինյանը նույնիսկ սխալները ընդունելուց չի խուսափում։ Չի ստացվում, ասում են դե չստացվեց, դե ասում եմ մենք փորձեցինք, մենք ասացինք որ այսպես կանենք, ուզեցինք դե չստացվեց։ Նիկոլ Փաշինյանի գրառման պատճառով Աբովյանում երիտասարդ տղա է սպանվել, այդ քերակնոջ մասին գրառման պատճառով։ Դրա ուղիղ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ատելության մթնոլորտը ինքն է սարքել։ Դուք սրա մասին որևէ ելույթ լսաք խորհրդարանում։ Դա հայտնի փաստ էր, Դե բայց ընդդիմությունը չէ պետք է խոսել դրա մասին, հա։ Սպանողի եղբայրն էր պատմել, ոչ թե սպանվողի։ Սպանողի եղբայրն է պատմել պատմությունը ինչից է եկել։ Խորհրդանում, այսինքն զրնգային այդ ելույթները։ Նույն այս նախարարուհու այդ $200,000 ինչա, որ ես 10 տարի հետո չունենամ, հա։ Այդ մասին պետք է զնգար, խորհրդարանում պետք է խոսային մարդիկ։ Բայց դա չեն խոսում։ Մի կողմից երևի չեն հոգնել են, մարդիկ չեն ուզում աշխատել, մյուս կողմից կարող է Բայց ինչ են անում, որ հոգնել են, նույն ոչ մի մտածում են, որ կարող է ասեն, բա ձեր գույքը, բան, դրա համար ձեր գույքի թեման պետք է փակեք։ Այո, շատ լավ բան ասեցիք։ Ձեր գույքի թեման փակեք, մարդկանց բացատրություն տաք ու առաջ գնաք, կամ ով չի կարողանում բացատրություն տալ։ Հիմա Ռոբերտ Քոչյանին ասում են 4 միլիարդ գույք ունի։ Վամ հարստությունը։ Պարզվեց 4 միլիարդ չկա, 200 միլիոնի մասին, ընդ որում սա ազգուտակին կապել են այդ քրեական գործին, չէ։ 200 միլիոնի բան են պահանջում։ Հասկանալի է, չէ՞, որ այդ 4 միլիարդի քարոզությունը, որ Նիկոլը տանում էր, սուտ էր։ Կարելի է նաև դա էլ բացատրել։ Բայց նույն ընդդիմությունը կարող էր, չէ, ախր բերել ազգային ժողով այնպիսի մարդկանց, ում դեմ նման ճնշման մեխանիզմներ չլինեին։ Դա էլ իրանց ընտրությունն էր։ Կարող էր։ Այստեղ է առաջանում հարցը, որ ինչու չեն արել այդպես, որ ավելի խոցելի չլինեն։ Հակառակ իրենց դրել են ավելի խոցելի վիճակի մեջ։ Եվ ամեն բառ ասելուց բնականաբար ԿՊ ինչ որ պատգամավոր ասում է, բացեր։ Հիմա դու տեսնում ես ընդդիմության շարքերից ամենաակտիվ գործիչներն ովքեր են, ու հիմնականում կանայք են։ Նրանք ովքեր հետևներում գույքային ինչ-որ պատմություն չունեն։ Քրիստինե Վարդանյան, Ագնեսա Խամոյան, Աննա Գրիգորյան, Արմենուհի Գյուրեղյան,
Ես Աննայի անունն էլ կտայի մկրտչեմ, բայց Աննայի մասին հաճախ Աննան երբ զրույցը հոր պատմություններն են հիշեցնում, մի խոսքով, ես չեմ ասում դա իրական է, նշի ես Աննային թիրախավորում, բայց Աննա Մկրտչյանն էլ լավ ելույթներ է ունենում ու բավական կոշտ։ Մնացածը էլի Արտուրը Խաչատրյան, ասենք Արտուր Խաչատրյանը ինչ կարող է, ինչ որ բան է թալանել, չէ՞, մարդը մարզպետ էլ ա եղել, որևէ բան չի ալել։ Իշխանը Սաղաթելյան, ու Հայկն էլ Մամեջանյան խոսում է, բայց էլի քանի որ Սերժ Սարգսյանը ուղիղ թիմակիցն է իր մասին են հիշեցնում։ Այսինքն այս առումով խնդիր կա, ես չեմ կարող ասել խնդիր չկա։ Մյուս կողմից դու կարող ես 20 падգամավորի անուն տալ ընդդիմադիր։ Ընդդիմադիր։ Դե ես կարող եմ, բայց հասարակության 20 հոգու, ես ունեմ 20 հոգու անուն կդժվարանամ։ Ես կարող եմ պայմանավորված դու էլ կհիշես բնականաբար պայմանավորված ու նրանով որ մենք լրատվական գործունեությամբ ենք զբաղվում, բայց քաղաքացին միջին վիճակագրական բնականաբար չի հիշելու։ Մարդիկ տարել են падգամավոր, մարդկանց են տարել падգամավոր, որոնք ուղղակի նախատեսված չեն ընդդիմադիր գործունեության համար, այսինքն չի կարող Տարոն Մարգարյանը լինել ընդդիմադիր падգամավոր, չի կարող Արմեն Գևորգյանը լինել ընդդիմադիր падգամավոր։ Կարող է լավ մարդիկ է, ես իրանց անձնական որը, կարող է Արմեն Գևորգյանը վստահ եմ որպես կառավարիչ, լավ կառավարիչ է, բայց որպես ընդդիմադիր падգամավոր չէ, որովհետև հենց խոսում է, ասում են բա քո 47 գույքը որտեղից ու փակվում է։ Տարոն Մարգարյանն է խոսում, բա ասում են, բա դու ինչի՞ ես փողոցը քո տան համարը սա փոխել, սարքել Բաբաջանյան 7/77, որ գոլ դլնի, այն ինչ որ այդ թևի վրա զույգ թվեր են, ինչա կոնը կենտ խոսքի։ Այսինքն նենց բաներ են խոսում, որ ուղղակի ասելիք չկա։ Ամփոփելով 2025 թվականը, ոնց կգնահատենք իշխանության գործունեությունը եւ ընդդիմության գործունեությունը։ Իշխանության գործունեությունը իհարկե վատ, բայց վատ իմ տեսանկյունից, այդ եմ ասում, վատ իմ տեսանկյունից, որպես Հայաստանի քաղաքացի, ով ուզում է ապրել հայկական Հայաստանում։ Թուրքական Հայաստանում ապրողների տեսանկյունից Փաշինյանը հրաշալի մենեջեր է։ 5 են գնահատում իրեն, 5 բալանի համակարգով։ Հայկական Հայաստանի համար մինուս, երևի 0 էլ չի կարելի գնահատել։ Փաշինյանը արդեն ասենք շարունակում է մնալ օրակարգ թելադրող։ Ընդդիմությունը ցավոք սրտի եւ օրակարգ թելադրող չէր եւ ինստիտուտներ չձևավորեց, հա, ասենք մեդիաները դեռ այդքան չուժեղացան օպոզիցիոն, սա էլ վատ ցուցիչ է, որովհետեւ դու տեսնում ես իրենք ինչը, նայ այդ բանը անսպառ կոնտենտի տեղ ունի ինտերնետը։ Բայց մեդիաները ավելի շատ քարոզչության, ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը այն է, որ մեդիաները ընդդիմադիր ավելի շատ դարձել են քարոզիչներ, որը ինչ որտեղ հասկանալի է, բայց վատ է, որովհետև ինչ որ փակ շղթա է ստեղծվել, այսինքն տեսականորեն 10000 հոգի, ովքեր օրինակ համակրում են Հայաստան խմբակցությանը կամ պատիվ ունեմին, այս 10000 հոգի, որ ընդդիմության մեջ են բաժանվել, չէ, որ ընդդիմության մեջ են բաժանվել մեդիաները, դա վատ է։ Օրինակ, ասեմ այդ կոնկրետ օրինակով։ Ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել ԿՊԱ-ական падգամավորի խոսքերի հիման վրա։ Ենթադրաբար, եթե դա վարույց սկսվի քրեական գործ դառնա, ԱԱԾ-ն ու Նիկոլ Փաշինյանը պիտի ներգրավվեն։ Վատ բան չեմ արել, չէ՞։ Ընդդիմության համար չի մասն առավել։ Սերժ Սարգսյանի հարող որևէ մեդիա դա չհրապարակեց։ Բայց դու ինքդ աջակցում ես որևէ դեպքի, որը կապված է օրինակ նույն Սերժ Սարգսյանի մտերիմների։ Ոչ թե աջակցում, չէ, աջակցելը չէ, բայց եթե մարդկանց հետ օրինակ ապօրինություն ալում, իհարկե մենք ասի ոչ կարող ենք չհրապարակել։ Ասեք իմ համար Սերժ Սարգսյանի քարոզիչներից Նարեկ Սամսոնյանը անընդունելի գործիչ է, բայց իր հետ տեղի ունեցողը ես համարում եմ նախ մեկ քաղաքական հետապնդում, ինչու, որովհետև այն խոսույթը, որ ինքը ունի, բազմաթիվ իշխանականներ ունեն ու ազատության մեջ են։ Եվ երկրորդը իրս հրապարակումները մենք վերահրապարակում ենք, այսինքն ո՞նց կարող ենք չանել։ Աչքերներս փակենք, ասենք չի լինում։ Այսինքն այդ սոլիդարությունը ես էլ եմ կարծում, որ անկախ համաչափ պետք է լինի։ Այստեղ հարցը նրանումն է, որ այստեղ դաժե ես սոլիդար չեմ իր խոսույթին, բայց իր նկատմամբ կատարվողին դեմ եմ, որովհետև հայոյանքի համար առաջին Նիկոլ Փաշինյանը պիտի բանտում հայտնվեր, հետո, չգիտեմ, Ալեն Սիմոնյան, տարբեր այդպես գործիչներ կան։ Հետո եթե հերթը կհասներ այս մարդկանց, то այս մարդկանց էլ բռնեին։ Եթե որևէ մեկը չէր հայոյում ու իրանք սկսեցին հայոյել
իշխանություններին թող բռնեն։ Այնպես որ սա ինձ ուղղված մեղադրանք չի կարող լինել, այդ իմաստով ես, ասենք Սերժ Սարգսյանի ցանկացած մամուլի ասուլից բան մենք հրապարակում ենք։ Հետո կարող է մեր արձագանքներն էլ են տալիս, բայց ինչ կա դրա մեջ, այսինքն քաղաքական գործիչ ինչ է, սուրբ է, որ որևէ բան խոսի ու դա չքննարկվի։ Այս իմաստով ընդունում եմ քո ասածը, որ այդ ներքին բաժանումները, որ այ մենք բայց դա ես ինչ եմ անում դա։ Ես մեր մեդիայի լավագույն շահից ելնելով եմ դանում, որովհետև քիչ-քիչ այդ մեդիայի լսարանը նեղանում է, եթե ինքը մի քաղաքական ուժի օրակարգա սպասարկում նեղանում է այդ բանը։ Եվ բացի այդ մեդիայի նաև բուն գործառույթներից է բազմակարծություն տալը, թող մարդիկ նայեն, տեսնեն, համեմատեն։ Նա այստեղ մի բան կա։ Իշխանությունների պարագայում մենք արդեն փաստված ստախոսների ունենք, չէ՞։ Ու անընդհատ նպաստել Նիկոլ Փաշինյանի ստերի տարածմանը կարծում չարժի։ Հնարավորության դեպքում մենք չենք տալիս իր խոսքը։ Բայց օրինակ հրավիրել նույն ԿՊ падգամավորների եւ տալ նրանց հարցեր, որոնց պատասխանը չվախենում են, չեն գա։ Դե դա էլ է խնդիրը։ Ես ԿՊ падգամավոր մի ծանոթ ունեի, պատահաբար մի օր հանդիպեցինք ոնց ես մտնում էի մի շենք, բայց ավելի դանդաղ էի քարում, այդ մարդը ասես մի քիչ ոտը կախքցեց, որ որտեղ վաղուցված աղոթենք, բարևեցին մի խոսքով։ Ասի լավ բան չեք անում այս երկրի հետ մի խոսքով, այսպես խոսեցինք, դե հիմա այս հա ճիշտ է, բան ասի մի օր արի իմ եթեր, կտեսնենք ճիշտ։ Ես հարցեր տամ դու պատասխանիր, որևէ վիրավորական բան չլինի։ Ասես դե գրիր ինձ, գրեցի, ասես կներես չեն հասկանա մեր մոտ, որ ես գամ քո եթեր, վստահաբար օպոզիցիան էլ չի հասկանա քեզ, ասի այ իմ խնդիրն է, ինձ կհասկանա, թե չէ, դու արի մե, ասես չէ, ես չեն հասկանա։ Ես ինքս էլ եմ փորձել եւ փորձելու եմ, մասնավորապես 2026 թվականին, որ ԿՊ-ից հյուրեր ունենամ եւ առավել եւս այս հաղորդման շրջանակներում, եթե նկատել ես, ես աշխատում եմ մի կողմ թողնեմ իմ դիրքորոշումները։ Այ Անի ջան, դիրքորոշում ուրիշ բան է, ես նայեցի նախորդ եթերներից մեկում Նարեկն էր Մարգարյանը։ Ես միշտ Արմքոմեդին նայել եմ։ Դիրքորոշում թույլ տալ արտահայտել ուրիշ բան է, բայց երբ որ դու օգնում ես, որ իրանք ստեն, մի քիչ բան է, էլի։ Օրինակ այնտեղ մի դրվագ կար, ես այնպես չի, որ համարում եմ, որ այդ տղաները պիտի Ալեն Սիմոնյանին չկանչեն, որ Ալենի ես էլ եմ կանչել, վախեցել է գալ Ալենը մեր եթեր։ Բայց երբ որ Ալեն Սիմոնյանի այդ բանի թքելու բանը կար կասկադում, ու Նարեկը չի էլ թողում, որ Ալենը մի բան հորինի, ասում է, դե բայց կասկադում է, չէ եղել, հաստատ կամերաներ են, եւ որ ձեռքերը բռնած լինեին, կասկադի կամերաները կհրապարակվեն։ Թող Ալենը իր փոխանը, այսինքն եթե դու իշխանության ներկայացուցիչին կանչում ես, ոչ թե իր քարոզչությունը անելու ժողովրդին քեզ հավատացող, քեզ հետևող ընդդիմադիր հասարակության մեջ թույն սրսկելու, որ այս մարդը այդքան էլ վատը չի, կամ իր արած այդքան վատը չի, մարդը կարող է վատը չլինի, բայց իր արարքները Դե գուցե իրենց հաղորդման ֆորմատից ձևաչափից ելնելով ես ուղղակի ասեմ հաշվի առնենք։ Ամեն դեպքում մարդը կարող է կանչել ցանկացած մեկին։ Ի վերջո մարդիկ լրագրողները ինտերվյուներ ունեն, ասենք Բեն Լադենի հետ են արել, չգիտեմ, տարբեր կերպարների հետ են արել։ Լրագրողի բանն է, երբ որ դու իր հետ դառնում ես իր քարոզչության մաս, դա ուրիշ բան է, բայց երբ որ հարցեր ես տալիս, Խաչաձև հարցեր ես տալիս, լրագրողներից։ Երբ որ Խաչաձև հարցեր ես տալիս, նա ինչ որ իմաստով ես եթե ժամանակ ունես այդ խոսակցությունը բացենք, այդ ասած օբյեկտիվ ասվածը։ Իմ համար օբյեկտիվ ասվածը սուբյեկտիվ է։ Ասեմ ինչ եմ դա։ Նայ դու օբյեկտիվ ես այնքանով, որքանով ունես կրթություն։ Չէ, ինչ կրթություն ես ստացել։ Ովքեր են քո շրջապատի մարդիկ։ Ինչ աշխարհընկալում ունես, ինչ համոզմունքներ ունես քաղաքական, չէ՞։ Այս բոլոր գործոններից ելնելով դրանց համապատասխան օբյեկտիվ ես։ Չէ՞։ Մեկ ուրիշ աշխարհական ընկալումներ ունի, ուրիշ համոզմունքներ ունի, ուրիշ կրթություն է ստացել, չէ՞։ Հիմա մարդը, որը ասենք հայերեն կարդալ չգիտի, իր համար օբյեկտիվ է, ինչ որ YouTube-ում դրել են, որ Ռոբերտ Քոչյանի տան նկուղում գերիներ են պահվում։ Ես չեմ մեղադրում այդ մարդը համար օբյեկտիվ է։ Ֆունկցիան հենց նա է, որ ցույց տա արդյոք սա իրականություն է։ Հիմա ուրիշ բան, հիմա ուրիշ տեղ լսի։ Ցանկացած լրագրող ունի համոզմունք։ Նա եթե դու դեպքի վայրից լուր ես տալի, դա ուրիշ իրավիճակ է, այդտեղ դու իրավունք չունես բան ավելացնում, դու գնում ես մարդկանց խոսեցրեցիր, ինքը տեսակետ ասեց, դու փոխանցեցիր։
Այս նման ֆորմատ ունի քննարկումներ, հարցազրույցներ, բանավեճեր, այդտեղ լրագրողը կարող է տեսակետ ունենալ։ Եվ պիտի որովհետև ունի համոզմունք, ոնց կարող դերասանություն անի, թաքցնի դա։ Մյուս կողմից մեր երկրի իրավիճակից ելնելով, դու պատկերացրու, ասենք մտել են մեկի տուն հանցագործները, ասենք մեկին սպանել են, զենքը պահել են մյուսի վրա, ու մի շարք տան միակ անդամը մյուս անդամը լրագրող է։ Ինք իր ֆունկցիան համարում է լուսաբանել, թե իր տանեցկին ոնց են փրթում ասենք։ Չէ, դե մենք ծայրահեղ դեպքերի մասին չենք խոսում, բայց հիմա ես ունենալով այս Նիկոլ Փաշինյանի իշխանությունը օկուպացիոն իշխանություն է։ Մենք իրենց նկատմամբ չենք կարող օբյեկտիվ լինել, իրենց ես ունենալով շատ տարբեր կարծիք, հակադիր կարծիք, նույն ՔՊ-ի, նույն թե Հայաստան դաշինքի, Հայաստան խմբակցության падգամավորների թե պատիվ ունեմ, բայց ես կարող եմ հարցազրույց վարել եւ տալ այն մարդուն, այդ մարդուն այն հարցերը, որոնք որ հուզում են ոչ միայն ինձ, որովհետեւ այստեղ միայն իմ գործոնը չէ, նույնն էլ քո պարագայում, այլ քո եթեր հետաքրքիր մարդիկ են գալի տարբեր թևերից, ինչ վատ է, շատ լավ։ Դե մեր խնդիրն է որպես լրագրողներ փորձել այնպես անել, որ նույն իշխանության ներկայացուցիչները սկսեն խոսել նաեւ ընդդիմադիր հարթակներում։ Նույն ժողովրդավարության բաստիոնը իրենց ասած։ Ընդդիմադիր падգամավորներ, որոնք ընդդիմադիր հարթակներում չեն խոսում։ Հիմա ես քեզ բարձ օրինակ բերեմ։ Բանի պատիվ ունեմի падգամավորները գնում են հանրային, գնում են Ազատություն ռադիոկայան, գնում են Ֆակտոր, երևի մի 6 ամիս առաջվանից մեր մոտ չեն գալիս։ Ինչի՞։ Դե որովհետև իրենց համար ենթադրաբար ես Պետրոս Ղազարյանից Ֆակտորի այդ լրագրողներից ու Ազատության լրագրողներից ավելի մեծ թշնամի եմ։ Դե գուցե շատ ես քննադատում Սերժ Սարգսյանին։ Քննադատություն շատը ո՞րն է։ Դե իրենց պատկերացնում եմ գուցե շատ ես քննադատում։ Չէ, շատն ու քիչը ո՞րն է։ Երբ որ Սերժ Սարգսյանը ասում է, որ ասում է ես 2021-ին ասացի կհրապարակեմ կոմպրոմատ, ժողովրդի մեծ մասը կարծես թե դրանք սեռական բնույթի կոմպրոմատ են։ Ասում ես լավ, ես ժողովրդին գժի տեղա դնում ես մարդը։ Դնում ես, ցույց ես տալի, ասում ես դու բան ես արել 2021 թվականին 2021 թվականին ինչ ես հրապարակել։ Դու ասել ես, որ կհրապարակեմ փաստեր իր մասին, իր ընտանիքի մասին, որոնց հրապարակումից հետո ինքը խայտարակ կլինի եւ ժողովուրդը կթքի իր վրա, չէ՞։ Եվ հետո հաջորդ օրը ասում ես ես որպես պետության ղեկավար, հատուկ ծառայության նախկին ղեկավար շատերի ընտանիքների մասին եմ տեղեկությունների տիրապետել, բայց ես կեղտոտ սպիտակեղեն հրապարակող չեմ։ Այդ կեղտոտ սպիտակեղենը ինչի մասին է։ Ընտանիքի ու այսպես բազմա հիմա այս որ ֆիքսում ես, ասում ես լավ, պարոն նախագահ, ինչու եք սա անում։ Ախր դուք ձեր խոսքը չեք հիշում։ Հրապարակված է 20-րդ դարը, չէ՞ որ թերթերում ունի գնաս արխիվում չգտնես 21-րդ դարն է վերջապես ասում եմ, չէ՞։ Եվ YouTube-ում այդ ամեն ինչը կա, ինչ եք դա անում։ Ու այսպես տասնյակ դեպքեր ընդդիմության, բայց անգամ այս պարագայում մենք իրենց եթեր հրավիրել ենք, իրենք չեն գալիս։ Նույն ես շատ ուրախացա, որ պարոն Աշոտյանը ազատվեց, հնարավորություն ունեցավ մամուլի հետ շփվելու, ես իրեն էլ եմ հրավիրել մեր եթեր։ Դեռ չի ընդունել, այսինքն սա գիտես ինչ է, սա նաև ցույց է տալիս, որ մարդկանց համար ըստ էության ենթադրաբար հանրայինը ավելի Նիկոլի հանրայինը ավելի ընդունելի է, որտեղ իրենց ասում են հանցագործ, գողեր, թալանչիներ, մարդասպաններ, քան ես, որտեղ ուղղակի ասում եմ, ինչու իշխանություն տվեցիք Նիկոլ Փաշինյան։ Ես Սերժ Սարգսյանին մարդասպան չեմ համարում։ Ես Սերժ Սարգսյանին թալանչի չեմ ասում։ Գիտեք, այն ինչ որ ինքինս պիտի պատասխանի, դրա պատասխանը կարող ես էլ գիտեմ, բայց ես ուզում եմ ինքը պատասխանի դրանց։ Կարող միտեղ ինքը օբյեկտիվ է, միտեղ օրինակ կարող իր չարացները իրեն ենք վերագրում, օրինակ կարող բաներ կան, որում մեղավոր է իր փեսան, բայց իրեն ենք մեղադրում, բայց թող ինքը դրանք բացատրությունները տա։ Ես առաջարկում եմ մաղթենք ընդդիմությանը տրամաբանություն, ողջախոհություն։ Այո։ Եվ առաջարկում եմ Վերջին անգամ այդպես բան Սերժ Սարգսյանը մաղթեց ու իշխանությունը տվեց Նիկոլ Փաշինյանին, արի։ Ես իշխանություն չունեմ որ տամ։ Դե կարող է եթերը տասել։ Նիկոլ Փաշինյան։ Արդեն սկսի Նիկոլը վարել սա։
Ես առաջարկում եմ հաշվի առնելով, որ սա մեր այս տարվա վերջին եթերն է, շնորհավոր ենք Ամանորը եւ մաղթանքներ հնչեցնենք նաեւ մեր հասարակությանը։ Դե ինչ մաղթենք, ինչ ես մաղթում։ Դե ոնց որ ասացիր 2026 թվականն է 1-2 օրից արդեն գալու։ Գիտես, միշտ իհարկե լավ բաներ ենք ցանկանում, բայց ես կուզեի ոնց որ դու ասացիր ողջախոհություն մեր ժողովրդին, որովհետև իրականում այս իշխանությունները փորձում են մարդկանց համոզել, թե մեր գլխավոր նպատակը պիտի լինի լավ ապրելը։ Սա նշանակում է մեզ կտրել արմատներից, մեր հիշողությունից, ինչու, որովհետև աշխարհի երևի 50%-ից ավել երկրներում կարելի է Հայաստանից լավ ապրել։ Երբ որ դու մարդու գլխավոր խնդիրը սարքում ես լավ ապրելը, դեպքում կարելի է գնալ Միացյալ Նահանգներում լավ ապրել, եվրոպական երկրներում լավ ապրել, Ռուսաստանում էլ կարելի է անգամ լավ ապրել, քան Հայաստանում։ Բայց դրա համար ես կցանկանամ այս ձևով ապրել, հա, ինչ որ հայկական, ինչ որ մեր միջավայրին հարազատ է, ոչ թուրքական, ոչ, չգիտեմ, շատ ուրիշ ձևերով։ Այո, ողջախոհություն, ժողովուրդը թող ճշմարտությունը տեսնի, ժողովուրդը թող ցանկանա այս լավ երկրում ապրել, իր հիշողություններով, իր Արարատով, նաև Արագածով, իր Արևմտյան Հայաստանով, որը Արմավիրի մարզից այն կողմա նաև, եւ իհարկե լավ տարի, նաև ընտրության տարի, ճիշտ ընտրության տարի թող լինի, մարդիկ թող իրենց ապագան ընտրելու այսպես մոտիվացիայով գնան ընտրատեղամասեր, մարդիկ թող ուզենան իրենց երեխաները այստեղ ապրեն, հենց այդ նպատակով գնան ընտրության։ Ամենալավ բաները, չգիտեմ, դժվար է ինչ-որ կիսատ բան մաղթել, իհարկե հրաշալի տարի, թող առանց դժբախտությունների լինի, թող առանց ծանր հետևանքների լինի մեր ժողովրդի եւ մեր պետության համար։ Ավելացնեմ, ես մաղթում եմ նաև, որ մենք կարողանանք ունենալ այնքան քաջություն, որ ընդունենք մեր անցյալի սխալները, ի նկատի ունենանք այդ սխալները եւ դրանք հաշվի առնելով կառուցենք մեր ներկան եւ ապագան։ Չմոռանանք մեր արմատները, հիշենք որտեղից ենք մենք գալիս, քանի որ անցյալ ունեցող ժողովուրդը, այո, միշտ շատ ավելի արժեքավոր է։ Պահպանենք մեր ինքնությունը, կատարենք ճիշտ ընտրություն, լինենք առողջ, լավ տարի լինի եւ այո կարողանանք կատարել ճիշտ ընտրություն բոլոր մեր ոլորտներում։ Ես հասկանում եմ, որ շատ դժվար է երբեմն չես կողմնորոշում, ժամանակ ես ծախսում, պետք է մտածես, հա նստես, վերլուծես, փաստերը ստուգես, բայց դա կարևոր է թե մեր երեխաների կյանքի որակի եւ ապագայի համար։ Հիշեցնեմ նաև, որ մեր նկարահանումները մենք կատարում ենք Կրեպերի սրճարանում, շնորհակալ եմ Կրեպերի սրճարանի եւ Ֆինապ հաշվապահական ընկերությանը մեր հաղորդումը հովանավորելու համար, անպայման բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, մեկնաբանություններ գրեք, շնորհավորեք միմյանց, բարեմաղթանքներ հղեք, առհասարակ լավատես եղեք անկախ իրավիճակից եւ լավատեսությամբ ու ողջախոհությամբ, տրամաբանությամբ ես վստահ եմ, որ կարող ենք հաղթահարել բոլոր խնդիրները։ Լավ եղեք, լավ տարի, կհանդիպենք 2026 թվականին։ Լավ տարի։